Ողջույն 24-ի եթերում հետագիծն է, ես Նարեկ Գալստյանը, այս պահին ես հյուրընկալել եմ իմ տաղավարում խորհրդարանի Հայաստան խմբակցության ղեկավար, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար գեներալ գնդապետ Սերյան Օհանյանին։ Պարոն գեներալ, բարև ձեզ եւ շատ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Նախ շնորհավորում եմ անցած տոների կապակցությամբ եւ մաղթում եմ մեզ բոլորիս արժանապատվության երևի թե վերականգնման տարի, եթե այսպես ձևակերպենք։ Պարոն Օհանյան, չնայած 2025 թվականը ավարտվեց, բայց մենք մտանք 2026 թվական այդպես նախկին խնդիրներով ու առաջին բանը որ եղավ Սուրբ Ծննդյան փաստորեն տոնի օրը Նիկոլ Փաշինյանը հրավիրեց այսպես կոչված ուխտերթ, գնաց Սուրբ Աննայի մոտ ելույթ ունեցավ, ասաց որ Քրիստոսին մենակ չի թողնելու, չգիտեմ, վեհապարի մասին էլի հրաժարականներ եւ այլն, ու այդ process-ը շարունակվում է։ Ըստ ձեզ, եթե այսպես փորձենք խնդրին վերլուծել, ինչ պետք է անի այս process-ին կամ այս գործողություններին դեմ ակտիվ հատվածը եւ իմաստնավորի ընդդիմությունը, որպեսզի կարողանա հասնել նրան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չհաջողի այս հարցում, որը իր համար շատ կարևոր օրակարգ է դարձել։ Թույլ տվեք իմ կողմից էլ շնորհավորել մեր ժողովրդին տոների կապակցությամբ եւ թող 2026 թվականը լինի իրական խաղաղության տարի եւ ճիշտ ասացիք արժանապատվության վերականգնման, որովհետեւ վերջին տարիներին մեր արժանապատվությունը շատ խորը այսպես անկում է ապրել եւ դրա երևույթներից է նաեւ այս արշավը հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ անընդունելի է այն քայլերը, որ այսօր իրականացնում է այսօրվա իշխանության ղեկավարը, կառավարության ղեկավարը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որովհետև տեսեք, մի կողմից իհարկե մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառույց, ընդ որում նաև եկեղեցին, մշտապես կատարելագործման, բարեփոխման կարիք ունեն, բայց եկեղեցին ունի իր կանոնակարգը եւ իր ներքին կանոնակարգով այդ ամենով պետք է զբաղվեն հենց եկեղեցականները մեր կաթողիկոսի գլխավորությամբ, չհաշված այն, որ եկեղեցին ինքնուրույն կառույց է եւ սահմանադրորեն ինքնուրույնությունը ապահովելու ինքը իր իրավունքը ունի եւ ոչ ոք չի կարող միջամտել։ Նիկոլ Փաշինյանի եւ ինչպես ասում են տիրադավ այդ եկեղեցականների կողմից ստորագրված փաստաթուղթը բարեփոխումների անընդունելի է, որովհետեւ երկրի ղեկավարը վարչապետը ակնհայտ միջամտում է այդ ամենին։ Մենք պետք է կանգնած լինենք հայ առաքելական եկեղեցու կողքին, մշտապես մասնակցենք այն բոլոր միջոցառումներին, որ իրականացվում է եկեղեցու կողմից, ընդ որում ոչ միայն մայրաթոռում, այլ ամբողջ հանրապետությունով մենք հասկանում ենք, որ մենք բոլորս քրիստոնյա ենք եւ քրիստոնեության հավատի ներքո մենք պարտավոր ենք այն կառույցը, որը որ մեր ամբողջ պատմության ընթացքում ոչ միայն բարոյական նկարագրի այսպես հիմքում է կանգնած եղել, այլ նաև եկեղեցին մեր եւ պատմամշակութային եւ շատ դեպքերում նաև անվտանգության ապահովման ակունքներում է կանգնած եղել։ Մյուս կողմից էլ, երբ որ փորձում են հայ առաքելական եկեղեցում բարեփոխում իրականացնել մարդիկ, որոնք որ մեղքերի մեջ թաթախված են, իսկ այսօրվա իշխանությունների այսպես ձախողման եւ ճգնաժամային իրավիճակ հայ ժողովրդի համար, Արցախի համար ողբերգություն բերած մարդիկ հիմա վերջին արժեք ներկայացնող կառույցն են փորձում արժեզրկել, փորձում բարոյազրկել, սա անընդունելի է, սա մի կողմից սեփական վախերից ելնելով է, մյուս կողմից ուրեմն իրենց պաշտոնը պահելու համար, որովհետև հայ առաքելական Սուրբ եկեղեցին ցույց է տվել, որ ինքնուրույն կառույց է եւ կանգնած է մեր ինքնության ակունքներում, մյուս կողմից էլ քանի որ այս իշխանությունները մենք չպետք է մոռանանք, որ 44-օրյա պատերազմից հետո գտնում են պարտադրանքի ճնշման ներքո թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից եւ ակնհայտ է, որ բոլոր այսպես այն
միջոցառումները, գործունեության բոլոր այն ուղղությունները, որ ուղղված են հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները մեր շահերը չեն արտահայտում եւ բոլոր փաստաթղթերը, գործունեության բոլոր ուղղություններում մեր բոլորի շահերն անտեսված են եւ այդ առումով եւ Ադրբեջանի ղեկավարությունը եւ Ադրբեջանի հոգեվոր այսպես առաջնորդները փորձելու են ճնշման տակ պահել Հայաստանի Հանրապետության իշխանությունը, ձեզ այնուամենայնիվ արտաքին բան ունի, հենք ունի, հա։ Արտաքին նաև հենք ունի, որովհետև մենք գիտենք, որ մեր կաթողիկոսը Շվեյցարիայում ակնհայտ գործունեություն ծավալեց, որը որ կանգնած էր Արցախի ժողովրդի իրավունքի, Արցախի ժողովրդի հետ վերադարձի իրավունքի պաշտպանության եւ դրան ի հակառակ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը նաև համապատասխան հայտարարություններ արեց, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է, սպառնալիք է իրենց համար։ Այսինքն մյուս կողմը դա նաև արտաքին կարող է նաև պատվեր լինել, եթե պատվեր չկա, ապա նաև այդ պարտադրանքի Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշումների շարունակությունն է։ Պարոն Օրանյան, չեք կարծում, որ երբ որ դուք ասում եք, որ եկեղեցին վերջին բաստիոնն է կամ վերջին արժեքային համակարգն է, որ այս իշխանությունը դեռևս չեն ոտնահարել, չեմ ուզում մեղադրողի դիրքերից հանդես գալ, բայց այնուամենայնիվ չեք կարծում, որ ընդդիմության, թե պարլամենտական, թե հավաքական ընդդիմության նաև թուլության ու ինչ որտեղ անկարողության հետևանքն է, որ խրամատը եկավ հասավ հայ առաքելական եկեղեցի։ Նախ խրամատի մասին, երևի թե դա իմ խոսքերի շարունակությունն է, խրամատ հետագա զարգացումներում է այդ անունը ստացել, ես 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ ասել եմ, որ մենք կատարել ենք մեր մոտակա խնդիրը, ռազմական տերմինաբանությամբ, մնում է հետագա խնդիրը կատարենք, այդ իշխանություններից ձերբազատվենք։ Դուք ինքներդ տեսել եք, որ մենք այս տարիների ընթացքում համապատասխան աշխատանք ենք տարել, իհարկե այս իշխանությունների հեռացման ուղղությամբ, գործընթացները ուղղված են եղել բոլոր ոլորտներում ինչ որ հաջողության հասնելու համար, եւ ազգային ժողովում, եւ ազգային ժողովից դուրս, եւ իրավական գործընթացներ ենք մենք նախաձեռնել, օրինակի համար հանցագործության մասին մենք հայտարարություններ ենք տվել, դատախազությանը, որը որ մերժվել է։ Կարծում եմ, որ նաև մենք որոշակի նաև մեր թերություններն էլ մենք ունենք, բայց ես գտնում եմ, որ այս իշխանությունների օրոք արժեզրկվել են մի շարք կառույցներ։ Հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության նորագույն պատմության ընթացքում մենք հաջողությունների ենք հասել միասնության շնորհիվ, ձեռք ենք բերել արժեքներ, պետականություն, ինքնիշխանություն, անկախություն, բանակ, Արցախ, բայց ունեցել ենք նաև որոշակի թերություններ եւ նախկինում էլ բացթողումներ եղել են, բայց այս իշխանությունները եկան եւ ամենաառաջին խնդիրը, որ իրենք իրականացրեցին, մասնատեցին այդ միասնությունը պարակտվեց եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հիմնական պատճառներից մեկն էր նաեւ, որ մենք պարտություն կրեցինք, որովհետեւ այդ միասնությունը ուղղակի ոտնահարվեց։ Տեսեք, ուղղակի հարվածի տակ գտնվեցին բանակը, մեր անկախությունը, արտաքին հարաբերությունները, բանակցային մեր բոլոր մարտավարական քայլերի հնարավորությունները, վերջին քայլը դա եկեղեցին է։ Ես թույլտվեք պարզաբանեմ, պարոն Օրանյան, թե ինչի նկատի ունեմ։ Տեսեք, երբ որ ընդդիմությունը ձախողվում է, պերմանենտ ձախողվում է, ձախողվելուց հետո փաստացի ընդդիմության դերակատարությունը, ասեմ, վերցրել էին մի շարք հոգևորականներ, այդ թվում նաև այսօր կալանավայրում գտնվող
հայրենիքի կալանավոր, ինչպես ինքն է ասում, Բագրատ arczepiskopos Գալստանյանը եւ նաեւ Միքայել arczepiskopos Աջապահյանը, հա, ու Բագրատ arczepiskopos Գալստանյանի սրբազան շարժումը եւ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձությունները կարծես թե եկեղեցուն առաջին պլան մղեցին ու Փաշինյանի հարվածը այլևս ընդդիմությունից անցավ դեպի հայ-առաքելական եկեղեցի։ Ես այս տրամաբանության մեջ եմ ասում, որ քանի որ ընդդիմությունը ձախողվեց, մեծ հաշվով այդ պատնեշը եկող արհավիրքների դեմ կանգնելու ստանձնեց եկեղեցին կամ առանձին հոգևորականներ, ինչ էլ բացեց ճանապարհը Փաշինյանի համար հարվածելու եկեղեցուն։ Տեսեք, ընդդիմության ձախողումը կապված է ուղիղ հարաբերական է նրան, թե որքանով որ մեր ժողովուրդը հնարավորություն տվեց ընդդիմությանը գործելու։ Գիտեք, որ 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ մենք ստացանք համապատասխան ձայներ եւ մեր համակիրների, մեր ձայն տված ժողովրդի հետ մենք մեր մշտական աշխատանքն իրականացրել ենք։ Ձախողումը երևի թե դուք նկատի ունեք նաև ազգային ժողովից դուրս փողոցում, ասենք նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանի իշխանազրկելը, փրկության շարժման, դիմադրության շարժման եւ այլ շարժումների ընթացքում մեր բոլոր հնարավորությունները մենք օգտագործել ենք, որպեսզի ունենանք հաջողությունների։ Սրբազան շարժումը սկսել է հենց Բագրատ Սրբազանը եւ այն ուղղված էր սահմանազատման, սահմանագծման գործընթացի։ Դա սկզբնական բաներ, բայց ինքը վերածվեց Նիկոլ Փաշինյանի հետագայում մենք նաեւ աջակցել ենք այստեղ։ Իհարկե մենք մեր թերությունները ունեցել ենք, բայց կարծում եմ, որ Սրբազան շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ իր հնարավորության շրջանակներում ամեն ինչ արել է, որ ունենա հաջողություններ, բայց ես կավլիցի, ես ներողություն Սրբազանին չեմ, ով եմ ես, որ Բագրատ Սրբազանին ինչ որ մեղադրեմ կամ բանեմ, դրա մասին չի խոսքը։ Ես նկատի ունեմ, որ երբ որ քաղաքական լիդերները ընդդիմությունը չի կարողանում քաղաքական խնդիր լուծել, այնուամենայնիվ հայ-առաքելական եկեղեցու սպասավորները, որոնք չէին կարող անտարբեր գտնվել ստեղծված իրավիճակի հետ, իրենք առաջին պլան եկան ու դա Փաշինյանին հնարավորություն տվեց ուղիղ հարվածել եկեղեցուն։ Սա է ասածս։ Ես հենց դրա հակառակն էլ ասում եմ, որ ընդդիմությունը աշխատեց այնքան, որքան որ ստացավ աջակցություն ժողովրդի կողմից։ Լավ, պարոն Օհանյան, տեսեք, Հայաստանում Պաշտպանության նախարարների նկատմամբ եւ ընդհանրապես զինվորականության նկատմամբ առնվազն մինչեւ 2018 թվականը կամ անգամ 2018 թվականից հետո որոշակի առումով իներցիայով մինչեւ 2021 թվականը վերաբերմունքը մի փոքր այլ է եղել։ Այսինքն դուք եք եղել Պաշտպանության նախարար, ձեզանից առաջ եղողներ են եղել, ձեզանից հետո եղողներ են եղել, բայց որպես կանոն գործող Պաշտպանության նախարարը միշտ ներքաղաքական process-ներից իրան փորձել է ինչ որ չափով հետ կանչել, հա, հետ պահել, չդառնալ ուղիղ անմիջապես ներքաղաքական գործողությունների դերակատար, կոպիտ ասած, հա, եւ զինվորականությունն էլ ինչ որ չափով գոնե արտաքին հայացքով փորձել է այսպես անմիջապես չմխրճվել գործընթացների մեջ։ Դրա փոխարեն մենք այսօր տեսնում ենք, որ օրինակ այդ նույն Ուխտիերտ կոչեցյալին, ասենք առաջին շարքում քայլում է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, դա մի կողմ, զինվորականներ քաղաքացիական հագուստով բազմաթիվ մասնակցում են, ընդ որում մասնակիցներից մեկն էլ Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանն է, որ այսօր ռազմական վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Այ ոնց է գնահատում այսօրվա այս ներքաղաքական process-ներին Պաշտպանության նախարարության պատասխանատու անձանց եւ զինվորականների մասնակցությունը թեկուզ եւ քաղաքացիական հագուստով ոչ զինվորական։ Շատ բացասական եմ գնահատում եւ շատ վատ է, որովհետեւ Սահմանադրության համաձայն զինված ուժերի քաղաքական չեզոքություն պետք է պահպանվեն։ Իհարկե իրենք մասնակցել են, ասենք, հոգեվոր ինչ-որ ծիսակատարության վերաբերվող ուխտերթին, բայց ակնհայտ է, որ զինվորականների մասնակցությունը որոշակի ուղղորդված է։ Պաշտպանության նախարարության պարտականություններից մեկը հենց պաշտպանության նախարարը որպես քաղաքական անձնավորություն հանդես գալով քաղաքացիական վերահսկողության իրականացումն է զինված ուժերի նկատմամբ, այսինքն բացի ռազմաքաղաքական, ֆինանսական, ասենք տարբեր նյութատեխնիկական ապահովման
խնդիրներից, պաշտպանական քաղաքականության իրականացումից իրենք նաև քաղաքացիական վերահսկողություն պետք է իրականացնեն զինված ուժերի նկատմամբ։ Բայց երբ որ քաղաքական պաշտոնյաները իրենք են ուղղորդում զինվորականներին, դա արդեն անընդունելի է, որովհետև ոչ միայն այս ուխտի երթին, ինչպես իրենք են անվանում, այլ տարբեր միջոցառումների զինված ուժերի այսպես զինծառայողները քաղաքացիական համազգեստով մասնակցում են, նաև տեղեկություններ ես ունեմ ռազմական ոստիկանությունն է որոշակի ուղղորդում, այդ ակտիվություն ցուցաբերում, այդ ամենը կարծում եմ, որ անընդունելի է։ Անընդունելի է նաև այն զինծառայողների մասնակցությունը, ովքեր որ մեծ դերակատարություն ունեն ունեցել Արցախյան պատերազմի եւ առաջին եւ երկրորդ պատերազմի ընթացքում եւ գնում կանգնում են, ասենք, այն մարդկանց կողքին, այն մարդու կողքին, որի պատճառով Արցախի հանրապետությունը կործանվել է, Արցախը ամբողջությամբ հայաթափվել է, դա անընդունելի է, բայց հիմա տեսեք, մարդիկ են, իրենց տեսակետներն ունեն, իրենք են այսպես վերափոխվել, իրենք են իրենց կարծիքները, իրենց սկզբունքներին դեմ գնում։ Բայց մեր կողմից, զինվորականների կողմից, նաև մարդիկ, ովքեր որ զինվորական ծառայության ակունքներում կանգնած են եղել, այդ ամենը անընդունելի է, որովհետև ի վերջո նախկին մեր պատմության ընթացքում զինված ուժերը որոշակի առումով նաև մասնակցել են քաղաքական գործընթացներին, հատկապես ընտրություններին եւ այլն, բայց կոնկրետ իմ ղեկավարության ժամանակ եւ իմ վերադասի տված ցուցումների համաձայն մենք փորձել ենք կամաց այնպես անել, որ իրականում զինված ուժերը քաղաքական չեզոքություն պահպանեն եւ չմասնակցեն քաղաքական գործընթացներին։ Կոնկրետ այս ուխտերթը ոչ թե հոգևոր, այսպես գործունեության նպատակ ունի, այս գործընթացը քաղաքական նպատակներով է առանձնահատուկ, որովհետև հանրապետության ղեկավարը փորձում է իր լիազորություններից դուրս գալ, խախտել սահմանադրությունը, ըստ էության առերևույթ սա նաև իր մեջ հանցագործության տարրեր է պարունակում, փորձում է բարեփոխումներ կատարել, հեռացնել մեր կաթողիկոսին, այնինչ անընդունելի է մեր բոլորի։ Դրա մեջ օգտագործվում են զինված ուժերի գոնե հրաмкազմից որոշ ներկայացումներ։ Շատ վատ են վերաբերում ես դրան։ Պարոն Անյան, եթե համատական էլ փորձենք անցկացնել, հա, դե պարզ է 90-ական թվականները մի քիչ այլ էր, բանակը նոր էր ձևավորվում, պատերազմի ընթացքում բանակ էր ձևավորվում, մի քիչ այդ քաղաքական եւ ռազմական ղեկավարության բան կար, միախառնում կար, հա, այսպես ասենք բանակում, նաեւ հաշվի առնելով որ շատ դաշտային հրամանատարներ կային, կուսակցական ջոկատներ կային, կային այլն։ Բայց եթե խաղաղ ժամանակով համեմատենք, հա, խաղաղ ժամանակվանից սկսած մինչև 20 թվական եւ հետո մեր օրեր, երբևիցե մեր զինված ուժերի բարձրագույն հրամկազմը, ասեմ, պաշտպանության նախարարության ղեկավարությունը այսքան քաղաքականացված եղել են, որ ուղիղ եւ անմիջապես մասնակցեն քաղաքական գործընթացներին ու process-ներին։ Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ ի վերջո պատերազմում տարած պարտության պատճառներից մեկը հենց զինված ուժերի քաղաքականացման գործընթացն է, ասեմ ինչու, որովհետև նայեք տեսեք, պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոնյա է եւ կարող է լինել քաղաքական թիմի անդամ, բայց զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ինքը զորային կառույցի ղեկավարն է, հենց ինքը պետք է պահպանի քաղաքական չեզոքությունը, եթե քաղաքական գործընթացների շրջանակներում պաշտպանության նախարարը կարող է անդադ փոխվել, ընտրությունից ընտրություն կամ քաղաքական էլիտաների փոփոխությունից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ինքը պայմանագիր ունի կնքած, ինքը կարելի ասել եւ տարեցն է, ամենակարևորը ինքը եւ ամենափորձառուն է եւ ինքը պայմանագիր է կնքում, ասենք 5 տարի պետք է ծառայի որպես զինված ուժերի զորային կառույցի ղեկավար։ Հիմա տեսեք, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, պաշտպանության նախարարներին անընդհատ այսպես փոխում էր,
ինքը փոխեց նաև գլխավոր շտաբի պետերին, օրինակ կոնկրետ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանին փոխելու ժամանակ ինքը հետևյալ արտահայտությունն է արել, որ ուզում եմ ձերբազատվել հներից։ Քաղաքական հներից լավ թիմ ունես, ձերբազատվի, բայց զինվորական հները դրանք ամենափորձառուներն են, իրենք պայմանագիր են կնքում եւ ինքը իրավունք չուներ դա։ Հետո Օնիկ Գասպարյան, հետո Օնիկ Գասպարյան, հետո մնացածը, բայց ամենակարևորը, որ տեսեք, միաժամանակյա փոփոխությունները եւ պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի եւ Արցախի հանրապետությունում Արցախի պաշտպանության նախարարի, պաշտպանության բանակի հրամանատարի կառավարման համակարգում բերում է անկայունության, որովհետեւ որոշակի առումով դա նաև ազդում է մարտավարական եւ նաև օպերատիվ մարտավարական օղակների հրամանատարների վրա եւ նրանց մոտ բերում է մտավախության, բոլորը, ասենք, արդեն կատարում են այն, ինչ որ քաղաքական նաև թիմերի ղեկավարները կարող են ունենալ։ Այդ առումով ես նորից եմ կրկնում, որ պաշտպանության նախարարությունը շատ կարևոր գործընթաց ունի քաղաքացիական վերահսկողության իրականացումը զինված ուժերի նկատմամբ, որը երկու մասից է բաղկացած։ Ժողովրդավարական վերահսկողություն, դա իրականացնում են պետական կառույցները, ղեկավարները, նախագահ, չգիտեմ, վարչապետ, ազգային ժողով, բոլոր իրենց խնդիրներով, դատաիրավական համակարգ, ազգային անվտանգության ծառայություն, պաշտպանության նախարարը իր վերահսկողության ծառայություններով եւ գումարած նաև հասարակական վերահսկողություն, որ իրականացնում են եւ զանգվածային լրատվամիջոցները եւ հասարակական կազմակերպությունները։ Նայեք, իմ ժամանակ հասարակական խորհուրդ ստեղծվեց պաշտպանության նախարարություն։ Չէ, հասարակական խորհուրդ էր ստեղծում եւ հասարակական խորհրդի ղեկավարը Գեգամ Հարությունյանը, Գեգամ Բենյամինի Հարությունյանը, ինքը ընդդիմությունից նշանակվեց, հատուկ էի ես նշանակել։ Կարծեմ Հանրապետություն կուսակցությունից է։ Այո, հատուկ էի նշանակել, որպես ինքը լիարժեք վերահսկողություն իրականացնի եւ ներկայացնի մեր հանրությանը եւ մեզ այն բոլոր խնդիրները, որոնք որ բանակում կան։ Բայց պարոն գեներալ, դրա հետ միասին մի հատ ուրիշ բան կա, չգիտեմ, այս անգամ սա լացելու տենդենս է, ծիծաղելու տենդենս է, նորմալ տենդենս է։ Այն օրը այսօր առավոտյան ուղիղ նայում էի ինչ որ տեսանյութերից մեկը, անունը չտամ, ՔՊ-ական падգամավորուհիներից մեկը ասում է, սիրելի ժողովուրդ, ասում է, ով ուզում է տեսնի մեր նոր գնաց զենքերը, թող ինձ անձամբ դիմեք, ես կտանեմ կազմակերպեմ գնանք մեր նոր գնաց զենքերը կտեսնենք։ Սա անշուշտ իրենից չսկսեց, սկսեց Նիկոլ Փաշինյանից, որ 50 հոգանոց խմբեր է հավաքում, տանում է մեր գնաց զենքերը պատմում։ Նորմալ երևույթ է սա։ Սա ես գտնում եմ, որ նորմալ երևույթ չէ, որովհետև նախ եւ առաջ ովքեր որ հասկանում են ինչ է նշանակում սպառազինում զինված ուժերի եւ ինչ է նշանակում այդ սպառազինման վերահսկողություն Եվրոպայում սովորական սպառազինության վերահսկման շրջանակներում մենք բոլորս գիտենք թե զինված ուժերը ինչ սպառազինություն է ստանում եւ այդ գնման գործընթացում երբ են մատակարարումները իրականացնում ինչպիսի պարբերականության, որովհետեւ դրանք նաև որոշակի առումով բաց են, բայց հանրությանը ներկայանալու համար երկու այսպես երևույթ գոյություն ունի։ Առաջինը դա զորահանդեսներն են, եթե ինչ որ ցույց տալու բան կա զինված ուժերի պատրաստականությամբ, անցկացրեք զորահանդես եւ այդ զորահանդեսով այդ սպառազինությունը ցույց տվեք։ Օրինակ իմ համար անընդունելի է, եթե ինչ որ սպառազինության որոշակի տեսակներ տեղադրված են ինչ որ տեղում, տանեն եւ ասեն ցույց տան։ Ես դա կարող եմ բացել եւ տեսնել թե ինչ է գնում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Իմ համար շատ կարեւոր է դրանք ինչպես են շարք մտել, որտեղ են գտնվում եւ լոկացիաները, այսինքն ուրեմն անձնակազմը արդյոք պատրաստ է, անձնակազմը արդյոք յուրացրել է այդ սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան, դրանով է հետեւություն անել զինված ուժերի
մարտական պատրաստականության, այսինքն մարտունակության մասին։ Իսկ դրա հանրության ներկայացնելու ուղղություններից մեկը դա զինուշ ծրագիրն է։ Այսօր զինուշ ծրագիրը մենք նայում ենք եւ չենք տեսնում որևիցե մի զորավարժություն, եթե ինչ որ մի զորավարժություն էլ ցույց են տալիս, կարող է ասենք ստորաբաժանումների, ցածր ստորաբաժանումների մակարդակի զորավարժություններ ցույց տան։ Զինված ուժերի զարգացման ամենակարևոր գործընթացը դա նաև կազմհաստիկային կառուցվածքային փոփոխություններն են, որոնք որ պետք է համապատասխանեն այն նոր խնդիրներին, որոնք այսօր գոյություն ունեն եւ արկախված են Հայաստանի Հանրապետության առջեւ։ Ես մի քանի անգամ ասել եմ եւ այսօր էլ ասում եմ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի խնդիրները 100 կիլոմետրով, ես նկատի ունեմ սահմանային պաշտպանություն, ավելացել են, որովհետեւ նախկին Արցախի Հանրապետության 283 կիլոմետրին այսօր փոխարինել է Զոդից մինչև Մեղրի 383 կիլոմետր, այսինքն նախկին Հայաստանի եւ Արցախի Հանրապետության այդ տարածքը։ Եվ այսօր մենք 2026 թվական ենք մտնում առանց նոր ազգային անվտանգության ռազմավարության, առանց զինված ուժերի զարգացման նոր հայեցակարգի, ել չեմ ասում, որ նույնիսկ այդ պայմաններում զինծառայության, ասենք, ժամկետներ են կրճատում, իսկ այդ սպառազինության ցույց տալը, դա մեր հանրության որոշակի մասաների, չգիտակցող մասաների շատ տեղերում մոլորեցնող գործընթաց։ Պոպուլիզմը այսինքն։ Այո, իհարկե պոպուլիզմ։ Պարոն գեներալ, բայց դրա հետ միասին տեսեք, մեծ հարց է առաջանում, իսկ միգուցե օրվա իշխանությունների տրամաբանությամբ Հայաստանին մի առանձնապես զինված ուժեր պետք չի, որովհետեւ դա արդեն հայտարարում են խաղաղություն է, ուրախ ասում են, տեսեք, ասում են մենակ ավտոմատներով առանց պահունակների սահմանապահներ են կանգնած Հայաստանի Ադրբեջանի կողմից, խաղաղություն է, էլ ինչ տարի ու կես է ծառայությունը դարձել եւ այլն։ Այսինքն միգուցե այս տրամաբանությունն է սկսել աշխատել այլևս։ Տեսեք, ամեն մի պետություն իր անվտանգության համար եւ նաեւ կայուն խաղաղության համար ստեղծում է երաշխիքներ։ Նախ նորից պետք է կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների այն թեզը, որ խաղաղությունն է ամենագլխավոր երաշխավորը, դա անգրագիտություն է։ Խաղաղությունը դա ինքնին արժեք է, ազգային անվտանգության հիմնարար արժեք։ Իսկ երաշխիքները լինում են ազգային եւ նաեւ միջազգային։ Միջազգայինը դա հարաբերություններն են արտաքին, բանակցային գործընթացն է, երկկողմ եւ բազմակողմ, նաեւ դաշինքների կազմում, իսկ ազգային երաշխիքը դա մեր միասնությունն է եւ մեր զինված ուժերն են։ Երբ որ ուսումնասիրում ես տարածաշրջանում տիրող իրավիճակը, անվտանգության միջավայրը եւ այն զարգացումները, որ հատկապես ընթանում են հակառակորդի մոտ, ես երբևիցե չեմ ցիտել հակառակորդի, ասենք, Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարին, բայց այսօրվա մեր իշխանությունները Նիկոլ Փաշինյանը թող նորից ընթերցեն, թե ինչ է ասում Ալիևը, երբ որ ասում է, որ այսօր չկա միջազգային օրենքներ, միջազգային իրավակարգ, այսօր կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք։ Այո, եւ ուժն է ծնում իրավունքը։ Հա? Ուժն է ծնում իրավունքը։ Իհարկե ուժն է ծնում իրավունքը։ Երբ հակառակորդը անընդհատ զարգացնում է իր բանակը, անընդհատ ավելացնում է իր ծախսերը, իսկ դու այդ ուղղությամբ համարժեք քայլեր չես իրականացնում։ Բայց ոչ չի անում այդ։ Մենք այսօրվա զինված ուժերի ընդհանուր կայացման գործընթացը եկեք տեսնենք ընդհանուր 2020 թվականից հետո զարգացումների համատեքստում եւ մենք կգանք այն եզրակացության, որ լիարժեք չեն օգտագործվել մեր բոլոր հնարավորությունները, որպեսզի զինված ուժերը իր զարգացման հնարավորության գագաթնակետին գտնվեն։ Պարոն գեներալ, տեսեք, մի ուրիշ բան կա, որը նույնպես մի պաստը շոկային թվաց, հետո դրա շուրջ
ես որ անկեղծ ասեմ լուրջ վերություն չեմ տեսել, դրա համար մեծ հարց է տալիս։ Գիշեք Նիկոլ Փաշյանը պարլամենտում մեղադրեցին թե 7 միլիարդ, 8 միլիարդ պարտքեք վերցրել, այսինքն արտաքին պարտքը այդքանով ավելացել եք, ինչ ասած, բայց չգիտեք ինչի ենք վերցրել, զենք ենք առել։ Հիմա հարցը հետեւյալն է, քանի որ դուք այնուամենայնիվ մարդ եք, որ երկար տարիներ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ղեկավարել է եւ վստահ եմ տեղյակ եք զենքի առևտրի նրբություններից, գնման նրբություններից, սպառազինության եւ այլն։ Տրամաբանական է իր ասածը, որ Հայաստանը միջպետական պարտքեր է վերցրել կամ բանկերից պարտքեր է վերցրել ու գնանով զենք է գնել, սպառազինություն է գնել։ Մի կողմից տրամաբանական չէ իհարկե, որովհետև Հայաստանի Հանրապետության այսօրվա բյուջեն ունի հնարավորություններ իր բյուջեի համապատասխան տոկոսով օգտագործմամբ եւ համապատասխան քանակությամբ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ձեռք բերի։ Նախկինում իհարկե միջպետական վարկեր եղել են, օրինակ Ռուսաստանի Դաշնությունից մոտ սկզբից 200, հետո 100 միլիոն դոլարի միջպետական վարկ ենք մենք ունեցել եւ նաեւ սպառազինության եւ ռազմական Այդ այն մասնա, որ մինչեւ դա կարծեմ մինչեւ վերջ չի եկել, չէ՞։ Ձերբերման, ես չգիտեմ մինչեւ վերջ եկել է թե չի եկել, կարծեմ մեծամասնությունը եկել է, չէ։ Ռուսաստանի Դաշնությունից չեն եկել այն պայմանավորվածությունները, որ այսօրվա իշխանությունները։ Հա, այդ եմ ասում։ Այսօրվա իշխանություններն են։ Նիկոլ Փաշինյանը պարզապես մոլորեցնում է մեր հանրությունը, որովհետև արտաքին պարտքի զգալի մասը պետք է օգտագործվի մեր տնտեսության ենթակառույցների զարգացման վրա, իսկ այն օգտագործվում է իրականում այլ բաների վրա, իրականում շատ ավելի, ասենք, օգտագործվում է սոցիալական խնդիրների լուծման, ճանապարհների կառուցման, չգիտեմ ինչի վրա։ Պարոն գեներալ, ընտրությունները սարի հետևում չեն։ Ես գիտեմ, թե ինչ է գնալու եւ ժողովրդին առաջարկի Նիկոլ Փաշինյանը։ Գնալու է ասել, մենք բերել ենք խաղաղություն, չենք կրակում սահմանին։ Մենք բերում ենք Հայաստանի պատմության մեջ ամենամեծ ներդրումային ծրագիրը, TRIP կոչեցյալը, որով նաեւ բացվելու է սահմանները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Բոլորս առևտուր ենք անելու, ապրելու ենք լավ, ուրախ եւ երջանիկ։ Ես այս ընթացքում արել եմ ասֆալտ, սարքել եմ դպրոց, սարքել եմ մանկապարտեզ եւ այլն։ Բոլոր այն մարդիկ, որոնք որ գան ասեն ինձ զայմի տվեք, այդ մարդիկ բերելու են պատերազմ, բերելու են, չգիտեմ, ավեր, ձեր երեխաներին հետ են մտցնելու այդ հին կոնֆլիկտի մեջ, այս կողմ մենք կողմ։ Այս Նիկոլ Փաշինյանն է ասել եւ շարունակելու է ասել։ Դուք ինչ եք ասելու։ Տեսեք, նախ ասեմ հետեւյալը, որ եւ ճանապարհաշինությունը, եւ տարբեր ենթակառույցների ուղղությամբ շինարարությունները, դպրոցաշինությունը Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ նորություն չեն։ Գիտեք, որ երկիրը իր զարգացման համապատասխան տեմպերն ունի եւ համապատասխան փուլերն ունի։ Իհարկե, յուրաքանչյուր փուլ առ փուլ հնարավորությունները ընդլայնվում են։ Ինչ վերաբերում է խաղաղության հետ կապված խնդիրներին, սուտ է բացահայտ, որ ընդդիմությունը խաղաղության կողմնակից չէ, որովհետև ռեալ արժանապատիվ խաղաղություն կարող են բերել այն կառույցները, այն ուժերը, որոնք որ իրականում այդ խաղաղությունը իրականացրել են, իրականում պատերազմներում հաջողություններ են ունեցել եւ բանակցային ամբողջ գործընթացում արժանապատիվ բանակցային, այսպես հնարամտություններ են օգտագործել նաեւ արտաքին աշխարհում հաջողություններ ունենալու համար։ Բայց խաղաղության մասին խոսում է մի, ասենք, ուժ, որի ամբողջ այսպես կառավարման ընթացքում մենք տեսել ենք պատերազմներ, անհաջողություններ եւ պարտություններ եւ այսօր էլ ձեր բերված պայմանավորվածությունները իրական խաղաղություն չեն։ Մենք խոսելու ենք իրական կառավարման, փորձառու կառավարման համակարգի ձևավորման, որովհետեւ այս խնդիրը ամենալուրջ խնդիրն է, որովհետեւ անցած տարի, եթե հիշում եք, մենք նաև լսումներ եւ արտահերթ գործընթացներ իրականացրեցինք կառավարման ձախողման եւ ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, որը որ այսօրվա իշխանությունների կողմից չընդունվեց։ Սա մեկ իրական կառավարում, փորձառու կառավարում, իրական արտաքին հարաբերություններ, որովհետեւ
արտաքին հարաբերությունների մեջ մենք չենք կարող անտեսել մեր եւ դաշնակցային հարաբերությունները եւ նաեւ երկկողմ այն հարաբերությունները, որոնք որ մեզ նախկին տարիներին հաջողություն են ունեցել։ Իսկ այն փաստաթղթերը, որոնք որ կան խաղաղության վերաբերյալ, որոնք որ ընդհանուր առմամբ մեր շահերը չեն արտահայտում, մեր կողմից ուսումնասիրվելու են, իհարկե հիմա էլ են ուսումնասիրվել, վերաբանակցվելու են եւ մեր շահերը առաջ ենք տանելու։ Տեսեք, ամենակարևոր հարցը, ինչպես ես նաեւ ասացի, այսօր խնդիրը այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գտնում են պարտադրանքի եւ ճնշման ներքո։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի թույլ չտալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ այս իշխանությունները վերարտադրվեն, որովհետեւ տեսեք, Ադրբեջանը հակառակորդը այսօր նաև որոշակի մոլորեցնող, մեր ժողովրդի համար սիրաշահող, տնտեսական որոշակի քայլեր է իրականացում, օրինակ բենզին, ցորեն, այնպես չէ որ ասենք, բենզին, ցորեն նախկինում չեն ներկրվել, բայց այդ քայլերի հիմքում, այդ քայլերի տակ որոշակի մոլորեցնող գործողություններ են, այսինքն իրենք կարելի է ասել, որ կաշառում են մեր ժողովրդի որոշ ուղղություններին, որոշ մասային, որպեսզի հետագայում Նիկոլ Փաշինյանի վերընտրվելուց հետո շարունակեն ճնշումները, իսկ ճնշումների տարբեր նոր մեթոդներ, նոր սկզբունքներ իրենք տեսնում եք անընդհատ ունեն, Սահմանադրության փոփոխություն, չգիտեմ, արևմտյան Ադրբեջան ճակերտներով ասած ադրբեջանցիներով բնակեցնել։ Զանգեզուրի միջանց կոչեցյալ ես շատ իմանում ինչ եւ այլն, այլ բազմաթիվ են դրանք այնուամենայնիվ։ Շնորհակալ եմ շատ, պարոն գեներալ, հրավերս ընդունելու ու հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Խորհրդարանի Հայաստան դաշինքի ղեկավար, Հայաստանի Պաշտպանության նախկին նախարար գեներալ Գնդապետ Սեյրանոյանը։ Մենք կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։